նկատում եմ, որ վերջին տարիներին այդ հետաքրքրությունը գնալով աճում է և ուզում եմ հույս հայտնել նաև, հույս ունենալ, որ այդ հետաքրքրության աճումը պայմանավորված է նրանով, որ մեր ջանքերը Հայաստանի Հանրապետության ֆինանսական քաղաքականության, ֆիսկալ քաղաքականության թափանցիկությունը ապահովելու նպատակով տալիս է իր արդյունքները, որտեղ հանրությունը էլ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր կատարած աշխատանքի նկատմամբ։ Ես մի քանի բաներ կուզենամ ասել ընդհանուր առմամբ անցած տարվա մեր կատարած աշխատանքի և արդյունքների մասին, հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Նախ կարելի ասել, որ ընդհանուր առմամբ բոլոր նորությունները, որոնց մասին կարելի է խոսել, իրենք դրական են, այսինքն թե տնտեսական զարգացումները, թե մեր կայունությունը և մեր աշխատանքը բնութագրող ցուցանիշները բոլորը բարելավում են, դրանց մասին առանձին կասեմ։ Հիմնական ցուցանիշը բնականաբար համախառն ներքին արդյունքի աճն է, ինչպես գիտեք, վերջին տարիներին մենք տպավորիչ աճ ենք ունեցել այստեղ և ուրախ ենք նաև, որ այդ աճի միտումները շարունակում են լինել բարձր և դրանով է պայմանավորված նաև վերջին օրերին միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի կայունից դեպի դրական փոփոխությունը, որովհետև խնդիրը նրանում է, որ երբ որ մենք ունենք մի քանի տարի բարձր աճեր, դրանից հետո աճի տեմպը այդ բարձր բազայի նկատմամբ թուլանում է և մենք ուրախ ենք արձանագրել, որ 2025 թվականին մենք էլի շարունակում ենք լինել բարձր աճի տիրույթում, կունենանք հավանաբար 5-ից 5.5-6% շրջանում տնտեսական աճ, իհարկե դա նաև սպասում ենք վիճակագրական ծառայության վիճակագրական կոմիտեի հրապարակումներին, բայց ուրախ ենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին մենք ունեցել ենք տնտեսական ակտիվության 8.3% աճ և միաժամանակ գնաճային միտումները եղել են թիրախին համապատասխան 3.3%-ի շրջանակում։ Մի էական կարևոր ցուցանիշը մեզ համար հարկերնա բարելավումը, որը ավելին է եղել, քան պլանավորված է եղել 2025 թվականի բյուջեը, որովհետև մենք ամեն տարի թիրախավորել ենք 0.5%-ային կետով հարկերնայի բարելավում և եթե ամեն ինչ մեր կանխատեսումների շրջանակում լինի, ամենայն հավանականությամբ մենք ունենանք 1%-ային կետով հարկերնա բարելավում 2024 թվականի համեմատությամբ և կհասնենք արդեն 24.5%-ի, ինչը մեզ մոտեցնում է կառավարության 21-26 թվականների թիրախային 25% ցուցանիշին և ըստ էության 26 թվականին մեր առջև դրված խնդիրը կատարելը առավել հեշտ է դառնում։ Սա նաև կարևոր է բնականաբար այն իմաստով, որ հարկերի հավաքագրումը բավականին դրական միջավայր է ստեղծել նաև մեր բյուջետային աշխատանքներում և մենք որևէ խնդիր չենք ունեցել մեր ծախսային պարտավորությունների իրականացնելու համար, ավելին մենք ունեցել ենք սպասվածից ավելի փոքր դեֆիցիտ, մոտավորապես կարելի ասել, որ 1%-ային կետով առնվազն ավելի փոքր դեֆիցիտ ենք ունենալու 25 թվականին, հիշեցնեմ, որ մեր պլանավորված դեֆիցիտը 5.5% էր և բնականաբար սա իր դրական ազդեցությունն է ունենալու նաև պարտքի վրա,
որովհետև եթե մենք պլանավորում էինք պարկը 2025 թվականի վերջին կանցնի 50%-ից, ես խոսում կառավարության պարկի մասին, ապա ամենայն հավանականությամբ մեր հաշվարկներով կառավարության պարկը մոտ կլինի 48.7%-ի, հիշեցնեմ, որ անցած տարվա 24 թվականի ավարտով կառավարության պարկը 48% էր։ Սա բնականաբար նաև իր դրական ազդեցություններն է ունենում մեր պարկի սպասարկման վրա, ընդհանուր շուկայի դիտումների վրա, որի մասին ես երբելի կխոսեմ։ Սա ազդեցություն է ունենում նաև մեր պարկի տոկոսների վրա, այսինքն մեր կողմից թողարկված գանձապետական տոմսերի և միջազգային շուկաներում մեր արտարժույթային վարդատոմսերի տոկոսադրույքների վրա և ուրախ եմ արձանագրել, որ մենք ունենք պատմականորեն ցածր ռիսկի հավելավճար այս պահին, օրինակ, եթե 2025 թվականի մարտ ամսին, երբ որ մենք թողարկեցինք 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդեր, դրա տոկոսադրույքը 7.1% էր և այդ 7.1%-ի մեջ ռիսկի հավելավճարը 2.86% էր, ռիսկի հավելավճարը դա այն գումարն է, որը պետությունները վճարում են այս կամ այն խնդիրներ ունենալու համար, այսինքն ձևավորվում է այն տոկոսադրույքը, որը ավելանում է սովորաբար ամերիկյան նույն ժամկետայնությամբ տոկոսադրույքների վրա, և այդ տոկոսադրույքը կազմում էր 2.86% կամ 286 բազիսային կետ, արդեն 2026 թվականի հունվարին այդ տոկոսադրույքը իջել է 196 բազիսային կետ կամ 1.96, սա նշանակում է, որ օրինակ եթե այսպես ապրիորի վերցնենք, եթե մենք այսօր թողարկենք այդ նույն եվրոբոնդը, որը թողարկել ենք մարտ ամսին, ապա դրա տոկոսադրույքը այլ հավասար պայմաններում կլիներ 0.9%-ային կետով ավելի ցածր։